Շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ եւ ինչպես հաղորդման սկզբում խոստացել էինք, իհարկե չենք կարող առիթ յուրաքանչյուր բաց թողնել եւ չխոսել առողջության պահպանման մասին։ Այսօր մասնավորապես խոսելու ենք կրծքագեղձի քաղցկեղից, որովհետև սա մի խնդիր է, որը ամբողջ աշխարհն է պայքարում այս ամենի դեմ եւ իհարկե առաջին քայլը պետք է սկսել կանխարգելումից։ Դրա համար պետք է լինել իրազեկված եւ իրազեկման արշավի շրջանակներում մեծածավալ մի իրադարձություն է տեղի ունեցել ապրիլի 16-ից 20-ը առաջին անգամ Հայաստան են ժամանում Եվրոպա Դոննա կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի նախագահը։ Մանրամասների մասին հենց հիմա։ Եվ ոչ միայն, այո, մենք ունենք հրաշալի առիթ խոսելու ավելի շատ մանրամասն այս կարևոր թեմայի շուրջ։ Մեր տաղավարում է Եվրոպա Դոննա կրծքագեղձի քաղցկեղի կոալիցիայի նախագահ Ստելա Մաստորան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Նվարդ Քոչարյանը Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության հիմնադիր նախագահ, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Դերևս սկսենք այնտեղից, մեկնարկը 16-ին է ամսի տրվել, ինչպես երեք անցավ, ինչպես մեկնարկը տրվեց ու արդեն անցնենք բուն թեմային։ So we start մենք երեք ճիշտ ասած արդեն մի փոքր պարզապես ծանոթացանք Երևանի հետ, ուղղակի շրջեցին քաղաքով, մեր հյուրերը մի քիչ ավելի ուշ ժամանեցին, քան նախատեսվում էր։ Այսօրվանից արդեն ավելի շատ աշխատանքներ ունենք անելու։ Իհարկե հրաշալի է, երբ մեկնարկը տրվեց այս հրաշալի տաղավարով, այնուհետև մենք բավականին շատ աշխատանքներ ենք կատարելու, հանդիպումներ, քննարկումներ, որտեղ այս իսկապես շատ կարևոր է մեզ համար։ Որոնց մասին շատ մանրամասն ենք խոսենք, Ստելա, շատ ուրախ ենք, որ դուք Հայաստանում եք, բարի գալուստ։ Welcome. I'm very happy I'm here too. Thank you for the invitation. Thank you Europa Donna Armenia and Mrs. Kocharyan. Շատ ուրախ է, որ հիմա Հայաստանում է, շնորհակալություն է հայտնում բոլորիս։ Հատկապես Եվրոպա Դոննա Արմենիային եւ ձեզ, որովհետեւ այս համատեղ աշխատանքի արդյունքն է նաեւ։ Առաջին անգամ է մեր հյուրը Հայաստանում, խոսենք տպավորություններից, դեռ մեկ օր։ Yes, it's the first time, but despite the fact I arrived yesterday night, I think your country is really fantastic, and thank you for the hospitality. The people is really hospitals all the people, so I have a great time for the moment. Շատ տպավորված եմ մեր երկրով, չնայած մի փոքր ավելի ուշ ժամանեց երեք, բայց արդեն մի փոքր հասցրեց տեսնի եւ շատ հիանալի տպավորություն է։ Շնորհակալություն է հայտնում բոլորիս, հատկապես մեր հյուրասիրությանը։ Անցնենք արդեն բուն թեմային։ Ինչպեսին է ծրագիրը, ինչքանով է հագեցած եւ որտեղից է սկիզբը դրվում եւ ինչն ենք ամենաշատը կարևորում։ Մենք իսկապես շատ հագեցած 3 օրեր ունենք, նախատեսվում են բավականին շատ կարևոր հանդիպումներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, նաև պացիենտական փոքր հանդիպում ենք ունենալու, քանի որ շատ կարևոր է, որ նաև մեր բուժառուները զգան այն աջակցությունը, որը ցուցաբերվում է մայր կազմակերպության կողմից։ Մեկնարկից մեր եթերից հետո մենք մի փոքր արդեն սկսելու ենք հանդիպումներ, քննարկումներ, ամենաշատ շեշտը դրվելու է իհարկե վաղ հայտնաբերման կարևորությանը, որտեղ մեր երկրում թերևս առաջնային խնդիր է կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումը։ Դեռևս շատ ուշացած դեպքեր ունենք։ Իհարկե առաջընթաց կա, եթե համեմատենք նույնիսկ 1 տարի առաջ, հիմա մանավանդ ծրագրերի շնորհիվ բավականին առաջընթաց ունենք, բայց դեռ շատ աշխատանքներ կան կատարելու։ Արդյոք միայն Հայաստանում է, որ մարդիկ ուշ են դիմում, թե աշխարհի Եվրոպայի նաև վիճակագրությունն է դա։ Late, or it is in the whole world. What do you think? Well, recently we had done mapping to Europa Donna, the European Breast Cancer Coalition, and there are a lot of countries that people go late to the doctors. That's why we started doing an awareness campaign all over the Europe, and we started from Armenia, and we are going to have a conference about awareness and early detection. Սա միայն Հայաստանում չէ այս խնդիրը, ամբողջ աշխարհում է նկատվում եւ Եվրոպա Դոննա մայր կազմակերպությունը սկսել է հատուկ արշավ բոլոր երկրներում, մեր բոլոր 47 անդամ երկրներում նախատեսված են բավականին շատ ծրագրեր, իհարկե մեկնարկը ի ուրախություն մեզ տրվել է հենց Հայաստանից։ Արշավի շրջանակներում խոսվում է իրազեկման նախ մասին, որպեսզի մարդիկ, հատկապես կանայք լինեն տեղեկացված, բայց նաև մեր շրջապատող մարդիկ պետք է հոգատարություն ցուցաբերեն եւ երբեմն նաև ստիպեն, չէ՞, որպեսզի կանայք այցելեն բժշկի, երբ կա խնդիր։ Push women to go to doctor. Yes,
I have to say that I am a breast cancer patient, and despite the fact I went to 4 doctors, the first 3 doctors didn't have this correct diagnosis. That means that I arrived to the 4th doctor late. And this is what we want to aware the people, that they have to visit their doctors. They have to do the screening programs. So every 2 years, the women have to do their mammograms after the age of 45. And if they notice something on their breast, something that is different than usual, they have to go to their doctor immediately. When we are going late to the doctor, it's more difficult because we have more therapies, and also we have more difficult diagnosis. The earlier we go, the better for us. Մեր նախագահը շեշտեց, որ ինքն էլ է այդ ճանապարհով անցել եւ 2 անգամ եղել է կրծքագեղձի քաղցկեղի պացիենտ, եւ այդ կարգավիճակը բավականին իհարկե բարդ էր եւ մի քանի բժիշկների հետ այցից հետո է ընտրել հատկապես բժիշկը եւ նույնիսկ խնդիրներ են առաջացել եւ այստեղ շատ կարեւոր է, որ մարդիկ իսկապես շատ արագ գնան բժշկի եւ սկրինինգային ծրագրերն է շատ կարևորվում, իհարկե իսկապես բոլորիս համար է սա շատ կարևոր, որ սկրինինգի միջոցով յուրաքանչյուր կին 2 տարին մեկ պարտադիր, իհարկե սա ունի ուղեցույցեր, եթե կինը մի փոքր նկատում է որոշակի խնդիր, պիտի անպայման առանց սպասելու 2 տարին գնա բժշկի, սա էլ է շատ կարևոր, որ կինը հետևի իրեն եւ ինչպես մեր նախագահն է նշում, սա կարևոր է հետևել սեփական առողջությանը եւ անպայման անընդհատ այցելել։ Ըստ եվրոպական ուղեցույցերի 45 տարեկանից հետո է պարտադիր սկրինինգային ծրագիրը, մեզ մոտ էլ է այդպես գործում եւ ի ուրախություն մեր բնակչության ունենք սկրինինգային ծրագրեր։ Եվ շատ երկրներում չկա սկրինինգային ծրագրեր, բայց մենք ունենք եւ պիտի սա էլ բավականին շատ ասվի, որ մարդիկ գնացեք կանայք, հարգելի կանայք գնացեք եւ բայց որ փուլից սկսած ավելի խնդիրը գլուխ է բարձրացնում։ 45 տարեկանը շեշտեցիք, որ 45-ից հետո պարտադիր է արդեն հստակ ուշադրության կենտրոնում առողջությունը պահել, հատկապես կրծքագեղձի առումով, բայց մինչև 45-ը որ տարիքից սկսած պետք է կանայք, հատկապես կանայք ուշադրություն դարձնեն։ Բոլոր տարիքներում Կապ չունի տարիքային սահմանափակում։ Ոչ, տարիքային սահմանափակում չունենք ու ցավոք պիտի նշել, որ քանի գնում բոլոր հիվանդությունները երիտասարդանում են։ Սա միտում է, որ միգուցե նաև ուղեցույցերը պիտի վերանայվեն։ Կգա ժամանակ, որ գուցե տարիքը 40 դառնա, բայց ցանկացած տարիքում, հատկապես նույնիսկ երիտասարդ տարիքում, երբ դեպքերը ավելի ագրեսիվ են լինում, որտեղ տարիքը որքան բարձր, այնքան ավելի քիչ ագրեսիվ են դառնում դեպքերը, այսինքն խնդիրները, բայց երիտասարդ տարիքում ունենք 18 տարեկան խնդիրահարույց դեպք, այսինքն ունենք երիտասարդ աղջիկ, որի մոտ հայտնաբերվել էր խնդիր։ Իհարկե շնորհակալություն իր ծնողներին, որ ուշադիր էին եւ շատ արագ կարողացան բուժել, բայց տարիք չի հարցնում որևէ հիվանդություն։ Պարզապես պիտի հետևել սիմպտոմներին, նշաններին, կրծքագեղձի դեպքում ուղղակի առաջնային ինքնազննումն է մնում դեռևս, որտեղ չենք կարող ասել, որ չէ 23 տարեկան գոնե երբեմն գնա բժշկի։ Իհարկե շատ ցանկալի է ընդհանուր հետազոտություն անցնելը, բայց կրծքագեղձի դեպքում նշաններ որպես այդպեսին չեն լինում, պարզապես սեփական ձեռքով հետազոտությունը փոքր, շատ ենք մենք տրամադրում ուղեցույցներ, ինչպես կատարել ինքնազննում։ Ինքնազննումը դեռևս մնում է մանավանդ երիտասարդ տարիքում առաջնային հայտնաբերման հնարավոր եղանակը։ Այսինքն պարզապես կինը երբեմն լողանալիս մի քանի շարժումներով կարող է զննել իր կուրծքը։ Կամ ինչ որ թևը վատ շարժվեց, հանկարծ ինչ որ ցավ զգաց, անմիջապես պիտի էլի ուղղակի ամենապարզ սոնոգրաֆիկ հետազոտություն դրանից սկսվի եւ արդեն սոնոգրաֆիկ հետազոտությունից հետո եթե անհրաժեշտ լինի կանցնի հաջորդ հետազոտությունները մեր Հայաստանում մեր երկրում բավականին շատ կա բոլոր տիպի հետազոտությունները եթե մենք էլի նախկինում ունեինք խնդիր որ որևէ սարքավորում չկար որևէ հետազոտություն դժվարամատչել էր հիմա այդ խնդիրը չունենք բոլոր փուլերը գրագետ արվում են միայն այստեղ խնդիրը որ գնան բժշկի Եվ գտնեմ վստահելի բժիշկ իրենց համար, որովհետև սա եւս կարևոր է։ Գուցե շատ լավ մասնագետ լինի, բայց ինչ որ առումով այդ պահին հատկապես երբ կա խնդիր, բժիշկը բուժառուին մի պահ չհասկանա եւ այդտեղ հուսահատվի բուժառուն, չէ՞, սա եւս շատ կարևոր հոգեբանական աջակցությունը բժշկի կողմից։
Իսկապես շատ կարևոր է գրագետ բժիշկը պիտի նաև կարողանա բուժառուի հետ ճիշտ աշխատել։ Ցանկացած մարդ, ինձ հետ տղամարդ բժշկի գնալուց բավականին հուզական վատ վիճակում է գտնվում։ Բոլորիս մոտ է այդպես։ Մենք որ անընդհատ ենք դրա մեջ, մեր սեփական այցելության ժամանակ հուզմունքը շատ է լինում։ Պարզապես բժշկի նաև դերը կայանում է, որ համոզի պացիենտին ճիշտ ձևով ցույց տա ճիշտ ուղին։ Նաև մենք մշտապես խորհուրդ ենք տալիս երկրորդ կարծիքը, այսինքն երբեք չսահմանափակվել մեկ կարծիքով։ Մի քանի բժիշկների այցելել եւ ընտրել նրան, ում ամենաշատն է վստահում բուժառուն։ Պացիենտի սեփական վստահությունը բժշկի հանդեպ շատ կարևոր է։ Բուժման կեսն է։ Ամեն դեպքում մենք այս օրերին էլ հրաշալի առիթ ունենք բարձրակարգ մասնագետների հետ նույնպես խորհրդակցելու, փորձով կիսվելու։ Մենք գիտենք, որ միայն Ստելան չէ այստեղ, այլ թե Հունաստանից, թե Բելգիայից նույնպես մասնագետներ են եկել, նաև Եվրոպադոննա նախագծի տնօրենն է այստեղ, ճիշտ գիտեմ։ Քիչ անց կժամանի։ Քիչ անց նա էլ կժամանի։ Համագործակցությունը երբանից է սկսվել ու այսօր ինչ փուլում է գտնվում։ Երևի ես ասեմ սա էլ, մենք արդեն 12-րդ տարին է անդամակցում ենք Եվրոպադոննա կազմակերպությանը, մշտապես աջակցություն ունենք, որտեղ սա մեր առաջին այցն է մեր այս մասնագետների, բայց մինչ այս էլ մենք մասնագետներ ենք ունեցել Հայաստան ժամանող, այո, իսկապես հրաշալի մասնագետներ են ժամանել Հայաստան, Հունաստանի երկու հիվանդանոցների բաժանմունքների ղեկավարներ են եւ Բելգիայի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ։ Եվ իրենց փորձը կիսվելու են բժիշկների հետ, սա շատ լայն հնարավորություն է մեր բժիշկների հետ, բացի սեսիաները ունենք նաև առանձին պանելային քննարկումներ, հարց ու պատասխաններ, անմիջական շփում իրենց հետ, սա փորձի փոխանակում, ինչու՞ չէ նաև հետագայում որոշակի էլի դեպքերի քննարկումներ, մեր երկրի համար սա լավ հնարավորություն է մեր բժիշկների համար, որտեղ այդ մարդկանց մեկ անգամ լսելը շատ տպավորիչ է եւ գիտելիքի առումով եւ փորձի փոխանակման։ Սա իսկապես հիանալի հնարավորություն է, մեկնարկը տրված է, կսպասենք նաև, որպեսզի նաև մեր եթերում, մեր հեռուստադիտողների համար ամփոփենք այս երրորդյա աշխատանքային այցը։ Շնորհակալ ենք, որ առավոտը Ստելա, շնորհակալություն, Ստելան ազգությամբ կարծես թե իտալուի էր։ Thank you. Կիպրոսից է Ստելան։ Շատ շնորհակալություն, որ դուք այստեղ եք ձեր այցի համար։ Հուսանք այս 3 օրերը նույնպես շատ պրոֆեսիոնալ ու ձեր ծրագրավորած հենց գծագրով էլ կանցկացվի։ Hopeful that everything will be okay these days։ Շատ շնորհակալ ենք մեզ սիրուն կարելու համար։ Սիրով։ Thank you. Ձեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։